Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Ինձ տրվեց ողջ իշխանությունը երկնքում եւ երկրի վրա։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր ավետարանական մեր ընթերցվածքը վերցված է Մարկոսի ավետարանի 11-րդ գլխից, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես են փարիսեցիները, օրենսգետներն ու այլ հրեաներ մոտենում Հիսուս Քրիստոսին եւ հարց տալիս նրան իր իշխանության վերաբերյալ։ Նրանք մոտենում են Քրիստոսին եւ ասում են. Ով քեզ տվեց այդ իշխանությունը, որ անես այն, ինչ անում ես։ Հիսուս Քրիստոս նրանց ի պատասխան հարց է տալիս։ Ասում է պատասխանեք ինձ. Հովանեսի իշխանությունը երկնքից էր, թե մարդկացից։ Կպատասխանեք իմ հարցին եւ ես էլ կպատասխանեմ ձեր հարցին։ Փարիսեցիներն ու հրեաները մտածում են, ասում են, եթե ասենք, որ Հովանեսի քարոզչությունը, այն իշխանությունը, որ նա ուներ երկնքից էր, կհարցնի մեզ, ապա ինչի չհավատացիք նրան։ Իսկ եթե ասենք, որ մարդկանցից է, վախենում ենք, որովհետև մարդիկ գիտեն, որ նա երկնքից էր, եւ մարդիկ մեզ քարկոց կառնեն։ Հետևաբար նրանք կանգնելով այս իրավիճակի առջև Հիսուս Քրիստոսին ստում են, ասում են մենք չգիտենք։ Եվ Հիսուս Քրիստոս նրանց պատասխանում է ասելով. Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այն, ինչ անում եմ։ Եկեք պատկերացնենք, եկեք մտովի տեղափոխվենք 2000 տարիներ առաջ եւ տեսնենք պատկերը, թե ինչ էր տեղի ունենում, որտեղ են փարիսեցիները մոտենում Հիսուս Քրիստոսին եւ ինչից հետո։ Այն բանից հետո, երբ Հիսուս Քրիստոս իր հաղթական մուտքն է գործում Երուսաղեմ եւ գնում է տաճար եւ տաճարից վտարում է բոլոր առևտրականներին, երբ մաքրում է տաճարը։ Տաճարի մաքրությունից հետո փարիսեցիները եւ այլ հրեաներ զայրացած Հիսուս Քրիստոսի վրա մոտենում են Հիսուս Քրիստոսին, տաճարի իրական տիրոջը եւ հարցնում են նրան, թե ինչ իշխանությամբ ես դու մաքրում մեր տաճարը։ Ինչ իշխանությամբ ես դու այս կառույցը վերածում Աստծո աղոթատեղի։ Եվ տեսեք, թե ում են հարցնում։ Նրան, ով բժշկել էր կույրերի, կաղերի, բորոտների իր իշխանությամբ։ Նրան, ով ընդամենը նայելով դեպի երկինք եւ աղոթք բարձրացնելով հացը բազմացրել էր եւ կերակրել էր հազարավոր մարդկանց։ Նրան, ով ծովերն էր սաստել եւ փոթորիկները հանդարտեցրել, եւ նրանք այդ մասին գիտեին։ Նրան, ով հարություն էր տվել երկու մանուկների եւ Ղազարոսին, վերակենդանացրել էր, կյանքի էր կոչել, իր իշխանությամբ, իր անունով։ Եվ ի վերջո նրան, ով ինքնին իշխանություն ունի, իշխանն է երկնքի եւ երկրի, տեսանելի եւ անտեսանելի։ Իշխանած իշխանին, թագավորների թագավորներին, Աստծուն գիտակցելով մոտենում են եւ հարց են տալիս, թե որտեղից քեզ այդ իշխանությունը։ Հիսուս Քրիստոս նրանց հարց է տալիս, ինչպես ասացի, ասում է ասեք, Հովանեսի քարոզչությունը երկնքից էր, թե մարդկանցից էր, այսինքն այն իշխանությունը, որ նա ուներ, Աստծուց էր, թե մարդկանցից էր։ Նրանք շատ լավ գիտեին, որովհետև ժամանակի նույն այդ խումբը գնացել էր նաև Հովանեսի մոտ, անհնար էր, որ չգնային եւ չքննեին, թե որտեղից է նա գալիս, երբ Հովանեսը քարոզում էր։ Նրանք գիտեին, որ Հովանեսը աստվածային զորությամբ լցված է քարոզում, բայց այդուհանդերձ մերժեցին։ Եվ Հիսուս Քրիստոսին ասել, թե մենք նրան մերժեցինք, չէին կարող, որովհետև Հիսուս Քրիստոս նրանցից պատասխան պիտի ուզեր։ Եթե գիտեք, որ Աստծուց է, եւ դուք էլ Աստծո տան ժամանակավոր կառավարիչներն եք, Աստծո տան հսկիչներն եք, Աստծո տունը ձեզ է վստահված Աստծո կողմից։ Եթե գիտեք, որ այս մարդը Աստծուց էր, ինչի նրան չընդունեցիք։ Եվ ավելին, եթե գիտեք, որ նա Աստծուց էր, ինչի ինձ չեք ընդունում։ Չէ՞ որ Հովանեսը այլ բան չէր անում, քան պատրաստում էր իմ ճանապարհը։ Չէ՞ որ Հովանեսը կարապետ էր, նա իմ մասին էր քարոզում։ Ձեզ պատրաստում էր, որպեսզի ինձ ընդունեիք։ Ինչի չընդունեցիք Աստծոց ուղարկվածին եւ ինչի չեք ընդունում ինձ, որ ինքս եմ Աստվածը, որովհետեւ իշխանությունը Հիսուս Քրիստոսին տրված իր հորից
իրենն է, իր իշխանությունն է։ Փարիսեցիները պարզ է, իրականում շատ պարզ է, թե ինչի չընդունեցին։ Ավետարանում ասում է, որովհետև նրանք մեկ այլ տեղ, ասում է, որովհետև նրանք մարդկային փառքը գերադասեցին Աստվածայինին։ Հետևաբար նրանք կույր են աչքերով եւ անզգա իրենց սրտերով։ Նրանք կուրացած են եւ անզգայացած, որովհետև տենչում են մարդկային փառք, տենչում են մարդկային դիրք եւ իշխանություն։ Եվ ընդունել Հովանես Մկրտչի քարոզչությունը եւ ապա ընդունել Հիսուս Քրիստոսին նրանց համար կնշանակեր դադարել գողանալ Աստծուց։ Նրանց համար կնշանակեր տաճարը եւ Աստծո գահը հանձնել տաճարի իրական տիրոջը Հիսուս Քրիստոսին եւ ենթարկվել նրա պատվիրաններին, ինչը նրանք բնականաբար ուղղակի չէին ցանկանում անել։ Նրանք ոչ իրենց դիրքն էին ցանկանում զիջել, ոչ իրենց իշխանությունը, ոչ էլ այն պատիվը, որ ստանում էին մարդկանց կողմից։ Ինչ է նշանակում ընդունել Հիսուս Քրիստոսին։ Ընդունել Հիսուս Քրիստոսին նշանակում է ապրել Հիսուս Քրիստոսով։ Ոչ միայն ընթերցել, լսել, հասկանալ, պատկերացնել, այլ շնչել, մտածել եւ գործել Հիսուս Քրիստոսի հետ միասին։ Մի բան, որը փարիսեցիները եւ այդ հրեաները հրաժարվեցին անել եւ կործանվեցին։ Այսինքն նրանք կանգնեցին Հիսուս Քրիստոսի առջև, չընդունեցին նրան գիտակցաբար եւ կործանվեցին։ Բայց եղան նաեւ նրանք, ովքեր ընդունեցին Հիսուս Քրիստոսին, ընդունեցին նրա իշխանությունը, ծնկի եկան Հիսուս Քրիստոսի առջև եւ ինչ եղավ նրանց հետ։ Ղուկասի ավետարանի 10-րդ գլխի 19-րդ համար։ Հիսուս Քրիստոս ասում է. Ես ձեզ իշխանություն տվեցի ոտնակոխ անելու օձերին եւ կարիճներին եւ հաղթահարելու թշնամու ողջ զորությունը։ Նույն գլխի 18-րդ համար։ Ես տեսա, թե ինչպես է սատանան կայծակի պես ընկնում երկնքից ցած։ Նրանք, ովքեր ընդունեցին Հիսուս Քրիստոսի իշխանությունը եւ ենթարկվեցին նրա խոսքին, նրանք էլ Հիսուս Քրիստոսից իշխանություն ստացան չարը հաղթահարելու եւ կործանելու։ Եվ այդ նույն համարում 19-րդ համարում Աստված ասում է եւ ձեզ ոչինչ չի լինի։ Չի ասում ձեր մարմիններին ոչինչ չի լինի, բայց ձեզ ոչինչ չի լինի եւ դուք կհաղթեք չարին։ Երբ մտածում եի այս իշխանության արկայության մասին եւ անդրադառնում եի մեր այսօրվա կյանքին, հասկանում եի, որ շատերս իրականում շատ կրավորական կերպով ենք նայում այն իշխանությանը, որը տրված է մեզ Աստծո կողմից, որովհետև մեզանից յուրաքանչյուրին իշխանություն է տրված։ Քահանաներին այլ իշխանություն, հավատացյալներին այլ իշխանություն, քահանաներին տրված է իշխանություն մեղքերը մաքրելու կամ կապելու, արձակելու կամ կապելու, տրված է իշխանություն մարդկանց Աստծո հետ միավորելու, եւ երբ մկրտությամբ դրոշը հեղվում է մարդու վրա, Աստված միանում է մարդու հետ։ Մենք չենք հավատում, որ միանում է, այլ վկայում ենք եւ փաստում ենք, որովհետեւ այդ իշխանությունը տրված է Հիսուս Քրիստոսի կողմից։ Եվ մեզ բոլորիս տրված է որոշակի իշխանություն։ Եվ երբ այս մասին մտածում եի, հիշեցի մի քանի դեպքեր իմ կյանքից։ Եղել են մի քանի դեպքեր, ոչ մեկ, երբ մարդիկ ինձ խնդրել են աղոթել որոշակի մարդկանց համար, հիվանդության մեջ գտնվող որոշ մարդկանց համար։ Եվ երբ խնդրել են, ես երբ որ լսել եմ այդ հիվանդության մասին, առաջին բանը, որ եկել է իմ մտքին, այն է եղել, բայց չէ՞ որ այդ հիվանդությունը անբուժելի հիվանդություն է։ Այո, Աստված կարող է հրաշք գործել, բայց հիմա եթե ես աղոթեմ, Աստված պիտի հրաշք գործի եւ այդ մարդը պիտի առողջանա։ Բնականաբար այստեղ իմանձը ընդհանրապես էական չի։ Ընդհանրապես էական չի ով է քահանան։ Էական այն իշխանությունը, որ քահանային տրված է։ Էական այն իշխանությունը, որ Աստված հանձնել է քահանային։ Եվ աղոթքի երբ կանգնել եմ այդ մարդկանց համար, մտածել եմ, ասել եմ Տեր Աստված, այո, ես գիտեմ, որ ամեն ինչ քո ձեռքերում է։ Ամեն ինչ քո կամքի մեջ է։ Եվ կարծում եմ, որ նաև եթե այս մարդը այդ հիվանդությունը ունի դեռ միգուցե դա էլ է ինչ որ մի աստիճան քո կամքի մեջ, որ դու դեռ իրեն չես բուժել։ Կամ միգուցե, չգիտեմ, ես չեմ հասկանում, Տեր։ Բայց այս մարդը խնդրում է, որ այդ մարդը բժշկվի։ Եվ ես էլ քեզ խնդրում եմ, եթե ինձ տվել ես այդ շնորհը, թող այդ շնորհը գործի եւ թող այդ մարդը բժշկվի։ 1, 2, 3, 4
բոլոր մարդիկ բժշկվել են։ Ոչ բոլոր մարդիկ են բժշկվելու համար ես աղոթել եմ, բայց այն դեպքերը, երբ ես նման խնդիրների առաջ եմ կանգնել եւ մտածել եմ, թե միթե այս հիվանդությունը հնարավոր է որ բուժվի, այդ մարդիկ բժշկվել են եւ փառք Աստծուն։ Աստված մեզ տալիս է իշխանություն եւ այդ իշխանությունը գործում է, երբ մենք հավատում ենք այդ իշխանությանը։ Աստված ձեզ յուրաքանչյուրիդ տվել է իշխանություն ոտնակոխ անելու օձերին եւ կարիճներին եւ հաղթահարելու չարի ողջ զորությունը։ Հաղթեք։